բարձր դատարան, դատախազության հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի Հանրապետությունում ընտրական վեճերի, ընտրախախտումների, Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված նոր սկզբունքի, այն ընտրական գործընթացի, ազատության և հավասարության վերջնական գնահատողը և որոշակի իմաստով երաշխավորը Սահմանադրական դատարանն է։ Այո, ընտրական գործընթացը իրենից ենթադրում է մի շարք պետական մարմինների, այդ թվում Սահմանադրական մարմինների մասնակցություն, այս վերջնական գնահատականը տալիս է Սահմանադրական դատարանը։ Միջազգային փորձում առավելապես ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում հաճախ նույնիսկ Սահմանադրական դատարանի այս բացառիկ միաձուլության անհրաժեշտությունը չի լինում։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը հեռու է այդ իրականությունից և առկա է այդ անհրաժեշտություն ընտրական վեճերով իրական Սահմանադրական արդարադատություն։ Այնպես էր ստացվել, որ 2021 թվականին ես ևս հնարավորություն ունեցել էի Սահմանադրական դատարանի առջև ներկայացնելու դիմում ընտրական վեճի վերաբերյալ։ Դրա շրջանակներում եղել են խնդիրներ և խախտումներ, որոնք ներկայացվել են, որոնք տեղ են գտել Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ 1606 որոշման մասնակցությամբ։ Արդյոք դրանք կրկնվել են 2026 թվականին։ Այո, կրկնվել են։ Արդյոք սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական պատշաճ երաշխիքները չեն գործում։ Այո, հենց դրա մասին է վկայում։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մեկնարկը տրվել է 2026 թվականի փետրվարի 7-ից և Հանրապետության նախագահի կողմից ընդունվեց համապատասխան հրամաններ։ Այդ իսկ պատճառով բարձր դատարան մեր կողմից ներկայացված դիմումը իր մեջ որպես ելակետային տվյալ դիտարկում է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածը, այնուհետև հունիսի 7-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածը ելնելով պատասխանողի, այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններից, այնուհետև որոշումներից։ Փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածը բարձր դատարան ընտրական տեսանկյունից որոշակի իմաստով աննախադեպ է։ Աննախադեպ է իր վարչական ռեսուրսի չարաշահման ծավալով, որովհետև շատ քչեր է երևի թե կկարողանան համեմատական վերլուծությամբ բերել մեկ այլ երկրի օրինակ, որտեղ իշխանությունները, որոնք նաև արդեն իսկ այդ ժամանակ բացահայտել են իրենց այլտը մասնակցելու ընտրությունների, իրականացնում են սոցիալական այնպիսի մեծ բարեփոխում, որը վերաբերում է հասարակության ստվար զարգացումը։ Կենսաթոշակի բարձրացումը պարզապես տեխնիկական գործընթաց չէ։ Կենսաթոշակի բարձրացումը սոցիալապես խոցելի, ստվար զանգված ունեցող հասարակությունում մեծ ազդեցություն։ Եվ երբ այդ բարեփոխումը կատարվում է փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում և դրան մի քանի ամիս առաջ ժամանակահատվածում նույն այդ գործադիր իշխանությունը, որ իր ներկայացվածություն ունեցել է սույն դատախազության 3-րդ անձ ներգրավված քաղաքական ուժի նախընտրական ցուցակում որպես առաջին համարը խոսում էր ազգային ժողովում նրա մասին, որ կենսաթոշակի բարձրացման անհրաժեշտություն չկա։ Որովհետև ինչ պետք է անեն թոշակառուները այդ 10,000 դրամ։ Մի քանի ամիս անց հենց այդ բարեփոխումը կատարվում է փետրվարի 7-ի հաջորդած ժամանակահատվածում։ Արդյոք սա ընտրական գործընթացի հավասարությունը արգելափակող և խաթարող գործողություն չէ։ Կարծում եմ ակնհայտ է, որ անհամատեղելի է Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին։ Բարձր դատարան նույն այս նախընտրական ժամանակահատվածում կարծում եմ շատ քիչ հանդիպող մի իրավիճակ է արձանագրված։
քաղաքական կուսակցությունը, որը այդ էր ներկայացրել, հայտարարել էր նրա մասին, որ մասնակցելու է գիտություններին, ունենալու ժողովում քաղաքական մեծամասնություն, նախաձեռնում է դրական մեծերի փոփոխություն։ Փոփոխությունը նախաձեռնվում է այն դրամաբանությամբ, որ օրինակ որևէ մի դաշինք հնարավորություն չունենա անձնանուն նախատեսելու անվանման մեջ։ Իդեպ, իրենք չեն էլ փակցնում, որ դա արվում է կոնկրետ մեկ ուժի դեմ, այն ուժի, որի մենք ներկայացնում ենք սահմանադրական դատարանում, եւ այն ուժը, որը վիճարկել է սահմանադրական դատարանի նույնության արդյունքների վերաբերյալ որոշում։ Սա ակնհայտ է։ Սա ակնհայտ է ազգային ժողովի համապատասխան ստատագրություններից, սա ակնհայտ է համապատասխան հայտարարություններից։ Իդեպ այդ նույն ընտրական օրենսգրքում փոփոխության փաթեթի շրջանակներում նաև նախատեսվում է անվավերությանը վերաբերող լրացուցիչ պահանջներ։ Այն որ Վենետիկի հանձնաժողովը քանիցս խոսում է նրա մասին, որ ընտրական գործընթացների նախորդող ժամանակահատվածում եւ արդեն մի քանի շաբաթ է մնում նախանձությունները նման փոփոխություններ պետք է կատարվեն, նորություն չէ։ Դրա մասին տեղյակ են բոլորը, բայց ապօրինությունը տեղի ունի։ Ինչ է, դրա հետևանքները նաև ակնհայտ էին անվավեր ճանաչված քրեատիվների թվականակից, որին առանցին դեռ անդրադարձ կկատարվի։ Ընտրական գործընթացի հավասարության խափանման մասին խոսում էր նաև այնպես հաջորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ դեպքեր։ Այս ընտրությունները նաև տարբերվում են նախորդող ընտրություններից նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ներկայացված բոլոր դիմում բողոքները ոչ թե քննության առարկային դարձել դասական իմաստով, վարչարարության իմաստով, նիստ գումարելու իմաստով, այլ դրանք պարզապես հասցեագրվել է դատախազություն։ Կապից, դա է հայեցողական միացության իրացում։ Թող բարձր դատարանը դրանով։ Արդյոք դա է այն մոտեցումը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իրացնի եւ ընտրական գործընթացի կարևորագույն փուլում նախընտրական կազմակերպության շրջանակներում ներկայացնում է կոնկրետ դիմում, կոնկրետ բողոք վարչական ռեսուրսի չարաշահման։ Մենք դրանց վերաբերյալ ներկայացնում ենք վարչական դատարան համապատասխան հայցք։ Վարչական դատարանը ստեղծության արձանագրել, որ հայեցողական վիրահատություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պայմանականորեն նախազգուշացում կիրառելու, թե իրավասու մարմնին հասցեագրելու, որևէ մեկ դեպքում այդ դատական ակտերը հասանելի են նաև բարձր դատարանին, որևէ մեկ դեպքով չի շրջել վարչական ռեսուրսի չարաշահման մակարդակ։ Ավելին, վարչական դատարանի դատավորներից մեկը նույնիսկ ուղիղ արձանագրել է, որ այնտեղ տեսնում է քրեական արարքի էլեմենտներ եւ այդ իմաստով արդարացրել է վարչական դատարանը ԿԸՀ-ի կողմից դատախազությանը հասցեագրելը մեր բոլոր դեպքերում պետք է ուզում արձանագրել, որ այս հարցի գնահատական պետք է դա բարձր դատարանը արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է իր սահմանադրությամբ հանդիսացված առաքելությունները։ Այս ընտրությունները բարձր դատարան ուղեկցվել են նաև ակնհայտ ատելության խոսքի տարածում։ Ատելության խոսքի թիվ 1 տարածողը կրկին հանդիսացել է քաղաքացիական պայմանների նախընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող պատգամավորի հետ։ Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել 2021 թվականին։ Եվ այստեղ նաև կարևոր է արձանագրելը, որ միգուցե սահմանադրական դեռևս 2021 թվականին ավելի կանխարգելող իր որոշում արտահայտել։ Ինչ է, ատելության խոսքի տարածման վերաբերյալ հանգամանքները փոխանցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այդ դեպքով իդեպ նիստ նշանակվեց վարչարարության տեսանկյունից անհրաժեշտ գործողությունները կատարվեցին։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես չեմ ուզում կրկնել այդ բառերը, իսկապես հարգելով թե սահմանադրական դատարանի ընդհանուր առմամբ ինքս
հատուկ վերաբերվում են այս կառույցի նկատմամբ։ Նաև իհարկե հարգելով մեր հայրենակիցներին, ովքեր հետևում են մեզ, չեն ուզում բառացիորեն կրկնել այդ արտահայտությունը։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ ուներ այն ինչը, որ այստեղ որևէ խնդիր չկա եւ այդ արտահայտություններով թող շարունակվի հանրական քարոզարշավը։ Մեր կողմից ներկայացած բողոք վարչական դատարան։ Այնպես ստացվեց, որ վարչական դատարանը չհամաձայնվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշման հետ, մասնավորապես արձանագրելով, որ նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործված արտահայտությունները դուրս են քաղաքական քննադատության եւ ընդունելի քաղաքական բանավեճի սահմաններից։ Դրանք օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում, քան ամրագրված է պատասխանատուի որոշմամբ։ Պատասխանումը գտնում է, որ բոլոր դեպքերում կարող են նաև այդպիսի արտահայտություններ կամ անհասկանալի մի համատեքստ։ Եվ իհարկե նաև արձանագրվել էր, որ սահմանադրական դատարանի 1606 որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ եւ առողջ ընտրական միջավայրում։ Ես ունեմ հարց բարձրացնել բարձրացնել։ Եթե չլիներ այս խոսույթը, կարող է ընտրությունների արդյունքները հայտնի։ Կատարում են պնդում, միանշանակ այն։ Ի վերջո, երբ մենք խոսում ենք դատարաններից մեկի մասնակցության անհնարինության մասին, բարձր դատարանի դատավորը ուղիղ արձանագրեց, որ սահմանադրական դատարանի դատավորները ևս հասարակության մասն են, եւ շատ ճիշտ արձանագրում են։ Հիմա արդյոք բարձր դատարանի դատավորները լինելով հասարակության ներկայացուցիչներ, կարող են հաստատապես պնդել, որ այդ բառանաթերքը, որը օգտագործվում է միաժամանակ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, որի մեջ պարունակում է ատելության խոսք, կապ չունի որևէ քաղաքական կուսակցության ծրագրի, քաղաքական բանավեճի, քաղաքական խոսույթի հետ ազդեցություն չի ունեցել դրության վրա։ Կրկին ուզում եմ հիշեցնել, թե ում կողմից է այդ ատելության խոսքը տարածվում։ Բայց բոլոր դեպքերում արձանագրել, որ վարչական դատարանը այդ փաստը ունի որպես ելակետ դիտարկված, որ սա համատեղելի չէ քաղաքական խոսքի, բայց դա տեղի ունեցել։ Բարձր դատարան այս ընտրությունները տարբերվել են նախորդող, կարծում եմ, ցանկացած ընտրությունից, նաև հակագործություն կոմիտեի գործելավոճից ելնելով։ Մենք երբ տեսանք մի քանի ձայնագրությունների հրապարակում, որտեղ անպայմանորեն որպես վերնագիր օգտագործվում է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, բայց ձայնագրության բովանդակության հետ որևէ առնչություն չուներ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, դիմում ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Մայիսի 20-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքեց այդ դրությանը, գրություն հասցեագրելով հակակոռուպցիոն կոմիտեին մի պարզ տրիվիալ ճշմարտության վերաբերյալ, որ զերծ մնացեք անմեղության կանխավարկած խախտելուց եւ քաղաքական գործընթացի մասնակցող ուժի անվանումը շահարկելուց։ Կարծես որևէ մի բարդ հանգամանք չէր։ Հակակոռուպցիոն կոմիտեն անտեսվեց նշված խնդրանքը։ Իդեպ, երբ պատասխանողը ելույթ ունենա, անպայմանորեն նշելու է, որ իրենց չեն անտեսել, այլ պարզապես անհամաձայնություն են արտահայտել։ Դրանից բովանդակությունը չի փոխվում։ Իդեպ, շնորհակալ եմ հակակոռուպցիոն կոմիտեին, որ ներկայացրել է դրանները, թե քանի վերջում մեղադրյալ կա այդքան շահարկված ընտրակաշառքի իբրև դեպքերի վերաբերյալ։ 258 Բայց դա ներկայացնում է հանրությանը այնպես, որ իբրև դեպքերը վերաբերում են հասարակությանը։ 258 դեպք, բայց մի հատ նայեք դրա հասցրած վնասը, սև PR-ի տեսանկյունից։ Դժվարությունը որն է, որ ընդհանրապես քաղաքական ուժի անվանում չօգտագործվի, երբ այդ ձայնագրություններում դրանք չկա։ Լրության պահպանման օրը բարձր դատարան հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որտեղ այդ ձայնագրության մեջ
մեր քաղաքական ուժի պատգամավորի տեխնացուի մասին խոսում են հարգարժան, որևէ մի բացասական իմաստով մի կան այս իրենց տանը եւ դա հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից լրության պահպանման որ օրինակ մեր գործընկերը եթե հակադարձել դրան պետք է ենթարկվել պատասխանատվության պատասխանատվի կողմից սա է արդյոք ընտրությունների հավասարության եւ ազատության միջավայր արդյոք ընտրության հավասարության եւ ազատության միջավայրը եւ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը ամբողջ ընթացքում պետք է գտնվել տնային քաղաքի պայմաններում։ Ես չեմ ակնկալում, որ բարձր դատարանը գնահատի պայմանականորեն հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Պարոն, Դոմայցյանի դատարանը ոչ, բայց բարձր դատարանը կարող է գնահատել ընդհանուր միջավայրը եւ պայմանները որտեղ են եւ ինչ ձև են տեղի ունեցել ընտրությունները։ Սամվել Կարապետյանը ամբողջ հանրական հարցաշարի ընթացքում տնից դուրս գալու հնարավորություն չի ունեցել։ Հիմա հարց բարձր դատարան։ Իսկ եթե ունենար, դա ազդեցություն ունենար ընտրության արդյունքների վրա։ Կարծում եմ այդ փաստը, որ նույնիսկ սույն գործող երրորդ անձն է գրաված ուժը, Սամվել Կարապետյան անձնանունի դեր ընտրական օրենսգրքի փոփոխություն է նախաձեռնել, կարելի է գտնել, որ այո ունեն։ Այս նախընտրական գործընթացում ամենիշատ շարքով եզրույթներից մեկն է, նաև որ կարող են լինել արտաքին միջամտություններ։ Օրինակ բարձր դատարանի դատավորներից մեկը նույնիսկ առաջարկում էր արտաքին հետախուզության ծառայության հարակից պատասխանողներ դրան։ Հետաքրքիր է, իսկ որևէ մեկը գնահատական տվել է այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, այն փաստը, որ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի հրապարակավ աջակցել են հավասարության պայմաններում իբրև բացարձով ուժերից մեկի պատգամավորի տեխնացու։ Սա ազդեցություն ունեցել է դրական գործընթացի վրա, թե ոչ։ Սա էական ազդեցություն ունեցել է, թե ոչ։ Պատասխանը ակնհայտ է, որ այո։ Բարձր դատարան։ Ըստ էության մենք այսպես ներկայացնում ենք նախքան քվեարկության օրը մի շարք դրախախտումների մասին մեր ակիրճ հիմնավորները, բայց հիմա դատարանից քվեարկության օրվա։ Քվեարկության օրը վարչական ռեսուրսի դիրքերից հանդես գալը կրկին եղել է ակնհայտ։ Մի կարևոր հանգամանք կա, այն չէր կարող չլինել, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ցուցակի 90%-ը պաշտոնյան են։ Իդեպ սրա մասին արձանագրվել է նաև ԵԱՀԿ ժմիկի դիտորդական արտադրության կողմից։ Պապարզ է, եթե 90%-ը ցուցակի պետական պաշտոնյաներ են, ոնց կարող է վարչական ռեսուրսի չարաշահման բացառում չի կարող լինել։ Ընդհանրապես նաև այդ մեկնաբանությունը նախնիում սահմանադրական դատարանի ներկայացրել, որ եթե մի նախընտրական ցուցակ բաղկացած է պաշտոնյանից, այն արդեն խնդիր ունի վարչական ռեսուրսի չարաշահման անձնագրության տեսանկյունից։ Բայց կոնկրետ այս դեպքում նաև արձանագրություն են սա շեշտադրել, մայիսի 28 քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավորի ներկայացում մեր հաղորդակցում կրկին հանդես է գալիս որպես վարչապետ։ Ասուլիս է գալիս կառավարության շենքում։ Ասուլիսի ընթացքում թիրախավորում է քաղաքական հակառակորդներին։ Սա ազդեցություն թողում է ընդդիմության արդյունքների վրա, թե ոչ։ Մենք ձևական կողմը չենք նայում, թե դրական օրենսգրքի տեսանկյունից արդյոք կարող է վերադառնալ արձակուրդից թե ոչ։ Ազդեցություն թողնում է թե ոչ։ Սահմանադրության 7-րդ հոդվածի տեսանկյունից համապատասխանում է թե ոչ։ Կարող է վերջության օրը։ Բարձր դատարանի ներկայացրել են կարծես նաև դրա վերաբերյալ ընթացքերի տրվել են, որ ունեն այնպիսի իրավիճակ, որ շուրջ 17,000 քվեարկություններ իրականացվում են գաղտնի ռեժիմում։
21 թվականի հետ համեմատության մեջ այս թիվը էապես աճել։ Ունենք շուրջ 80,000 այսպես կոչված չաշխատող անձանք։ Լավ, այդ չաշխատող անձանքները լինեն 100, լինեն 1000, լավ, լինեն 2000, բայց ինչի են 80,000։ Այս հարցը իսկապես առաջին լավից, կամ այդ վաղնի ցուցակների նկատմամբ վերահսկողություն ինչ է։ Իրները գոյություն ունեն, իդեպ ինչի գոյություն ունեն։ Կարող էին չէ այդ խնդիրները լուծված լինել, բայց չեն լուծվել։ Ես հուսով եմ իհարկե մենք որոշակի ռեժիմով կկարողանանք նաև քննարկել ընդհանրապես այդ գաղտնի ցուցակների հանգամանքը եւ արդյոք այդտեղ ներառված մարդկանց կրկնակ քվեարկության բացառման իրական մեխանիզմներ կան թե ոչ։ Բարձր դատարան անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 16210։ Ես կատարում եմ պնդում, այս ամենը բացառապես ապրիլի 7-ին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության հետևանքն է։ Չկատարվեր այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, չէր լինի այս հետևանքը։ Թիվը առավել քան խոսում է, որովհետև մենք այս դատաքննության ընթացքում պարզելու ենք, որ նույնիսկ 100 ձայնը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։ Եվ այդ տեսանկյունից իհարկե չենք կարող չընդգծել նույն քվեարկության օրը մի քանի հանգամանքներ, որոնք տեղի ունեցել։ Ես վստահ եմ բարձր դատարանը տեղեկացված է, որ գաղտնիության ռեժիմը քվեարկության առաջնային կարևորություն ունի, որ անձի, ընտրողի, կամքի արտահայտմանը միջամտություն չլինի, բայց կան դեպքեր, որ ծրարը համապատասխան թափանցող է եղել։ Լավ, ոնց է տենց լինում։ Այսինքն ոնց կարող էր ընտրվել մի իրավիճակ, որ ծրարը լինի թափանցող։ Կամ ոնց կարող է լինել իրավիճակ, որ լինեն ընտրական տեղամասեր, որոնք չնայած ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որ պետք է տեսաձայնագրարվեն, չունենան տեսանկարանող սարք, ընդհանրապես չունենան։ Այսինքն օրինակ, եթե որևէ մեկը ցանկանար հետևեր, ինչ է կատարվում այդ ընտրական տեղամասում, չունենա այդ հնարավորությունը։ Կամ լինեն ընտրական տեղամասեր, որտեղ վստահված անձ ընդհանրապես չլինի, եւ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար մտահոգության առիթ չլինի։ Բարձր դատարան մտահոգության առիթների հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ընտրությունների ժամանակ իրացրեց մի լիազորություն, որը գտնում ենք, որ իրենք չունեն, բայց իրացրել են։ Երկու ասպեկտով էլ դիտարկենք հարցը։ Ասպեկտ առաջին. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշում է, որ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասերում տեղի ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որ այդ տեղամասերի արդյունքները անվավեր են։ Իդեպ խոսքը վերաբերում է պոտենցիալ կշռով 2500-ից ավելի հնարավոր ընտրողներին վերաբերող ընտրական տեղամասին։ Իսկ ինչի է միայն այս ընտրական տեղամասերի վերաբերյալ սեփական նախաձեռնությամբ ԿԸՀ-ն նման որոշում կայացնում։ Օրինակ հարց կառաջանա, չէ, վստահ եմ բարձր դատարանի մոտ, իսկ այլ ընտրական տեղամասերի վերաբերյալ սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթներ հարուցվել են, թե ոչ, թե միայն այս երկու ընտրատեղամասներ։ Ես օրինակ եւս մի երկու ընտրատեղամաս հիմա նշեմ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոց չի ձեռնարկել։ Օրինակ 36 կոտորակ 6 եւ 36 կոտորակ 11։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բարձր դատարան գտել է, որ այս ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամներին պետք է ընդհանրապես որակավորման վկայականներից զրկել։ Բայց ինչ է եղել այնտեղ, որ նման դիրքորոշում է հայտնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, չգիտենք։ Բայց ստացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 36-ի վերաբերյալ
գտնում է, որ այնտեղ հանձնաժողովի անդամների վկայականները պատշաճ չեն, բայց ընտրախախտում չի եղել, որ էական ազդեցություն ունենա արդյունքների վրա։ Ասպեկտ երկրորդ, բարձր դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է երաշխավորի, որ ընտրությունները կազմակերպվեն այնպես, որ չլինեն այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունեցել 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրական տեղամասերում և 2500-ից ավելի ընտրողի ձայն ընդհանրապես վերածվի անճշտության։ Բայց տենց են կազմակերպել։ Իդեպ, մեր կողմից մի շարք այլ ընտրական տեղամասերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների ուսումնասիրման պայմաններում գործողություններ ձեռնարկվել են։ Մենք օրինակ դիմել էինք վարչական դատարան։ Վարչական դատարան դիմել էինք սահմանված ժամկետում։ Վարչական դատարանի 3 դատավորներ միատեսակ հիմնավորումներով վերադարձրել են նշված հայցերը։ Այնուհետև կրկին ներկայացնելու պայմաններում նույն պատճառաբանությամբ մերժել են վարույթ ընդունելը, քանի որ սահմանված ժամկետը իբրև լրացել է։ Այսինքն այն կանոնը, որ վերադարձնելու որոշման պայմաններում կրկին այն ներկայացնելը ենթադրում է այդ նույն ժամանակահատվածում, երբ ներկայացվել էր ի սկզբանե վարույթ ընդունվելը, հերքվել է վարչական դատարանի կողմից։ Ինչևէ, բարձր դատարանը իհարկե չի հանդիսանում վարչական դատարանի վերադաս մարմինը, բայց բարձր դատարանը կաշկանդված չէ վարչական դատարանի դատողություններով և նաև դրանց վերաբերյալ գնահատական կարող է տալ։ Բայց էականը ամենապատվար բարձր դատարան նրանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արել է աննախադեպը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաշկանդված լինելով ընտրական օրենսգրքով որոշել է, որ այլևս կաշկանդված չէ ընտրական օրենսգրքով, այլ կաշկանդված է յուրովի մեկնաբանություններով։ Օրինակ հետաքրքիր էր, որ սահմանադրական դատարանը արտահայտեց դիրքորոշում, որ սահմանափակված է սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Բայց չէ, որ կարող էիք նաև որդեգրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը և արձանագրել, որ դուք դրանով կաշկանդված չեք, որ դուք կարող եք դրա մեկնաբանման մի նոր մեխանիզմ մշակել։ Օրինակ, վարչական դատարանի դատական ակտի պայմաններում և ընտրական օրենսգրքի ուղիղ կարգավորման պայմաններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտավ, որ վերաքվեարկության անհրաժեշտություն առկա չէ։ Այս երկու ընտրական տեղամասերը պայմանականորեն ընդգծում են։ Հետագայում տարածեց պարզաբանում, որ այդ անհրաժեշտությունը չկա, որովհետև եթե դա լինի, դա կվերածվի տակտիկական քվեարկության։ Ինչի կա ընտրական օրենսգիրք, այսինքն երբ կարելի է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պես ամենը մեկնաբանել։ Ստացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի կողմից յուրովի մեկնաբանեց ընտրական օրենսգիրքը, ստանձնելով լիազորություն անվավեր ճանաչելու ընտրական տեղամասի արդյունքները, բայց չսահմանափակվեց դրանով, այնուհետև շարունակեց և որոշեց, որ վերաքվեարկություն էլ անելու անհրաժեշտություն չկա, որտև իրենք այդպես են գտնում, որտև անելու դեպքում դա կլինի տակտիկական քվեարկություն։ Բարձր դատարան այս ընտրությունները թե սկզբնական փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե քվեարկության օրը, թե դրան հաջորդող ժամանակահատվածում իսկապես տարբերվում են, որովհետև այս ողջ շղթայի մեջ մի բան միշտ տեղի ունեցել է, դա ընտրախախտումն է, դա հիմնարար ընտրախախտումներն են, դա հավասարությունը և օրինականությունը խաթարող ընտրախախտումներն են։ Սա ազատ միջավայրում տեղի չունեցած ընտրություններ են, որովհետև բարձր դատարան, երբ մենք հնարավորություն կունենանք քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին, դատախազությանը հարցեր ուղղելու, մենք պարզելու ենք, որ նույնիսկ քվեարկության օրը ընտրական տեղամասից վստահված անձ գալիս ձերբակալում են, որ ժամեր անց ազատ արձակվի։ Իսկ դրա հետևանքը ո՞րն է։
անգլերեն ասում են chilling effect, սառեցնող էֆեկտը։ Ընտրությանը նախորդող օրերի ընթացքում համատարած տեղի են ունեցել ձերբակալություններ և կալանքի միջնորդություններ։ Դրանց մի մասը մերժվել է բարձր դատարանում, բայց հետևանքները մնացել են։ Հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում խափաման միջոցներ մերժվել են, բայց հետևանքները մնացել են, ազդեցությունը մնացել է։ Այսինքն մենք ունենք խնդիրների համակցություն բարձր դատարանում, որոնք իրենց սուբստանտիվ բնույթի տեսանկյունից իսկապես այնպիսինն են, որ կարելի է արձանագրել, որ այս ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը սահմանադրականության խնդիր ունի։ Իդեպ, մենք մեր դիմումում նաև հիմնավորել ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ անկախության դեֆիցիտ է ունեցել։ Պարոն Նորբելյանը, երբ միջնորդություն էր ներկայացնում սահմանադրական դատարանի կազմի կողմից, այսպես ասած, մասնակցության անհնարինության կառուցակարգ չունենալու մեխանիզմի, այսինքն, որ միշտ կազմը լիարժեք մասնակցի, այնպես է ստացվել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի բացարկ ներկայացնելու մեխանիզմ չկա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կամ հենց ինքը պետք է չմասնակցի նիստի, կամ վերջ։ Հիմա արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով համանման կարգավիճակում է եղել, ինչ պարոն Վարդանյանը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պարոն Վարդանյանի դեպքում օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից խնդիր կա և արձանագրել է մասնակցության անհնարինություն։ Պարոն Հովակիմյանի դեպքում մենք այդ հնարավորությունը չենք ունեցել, բայց ակնհայտ է, չէ՞ որ օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որը սույն գործով ներգրաված երրորդ անձի հիմնադիրներից է այդ կուսակցության, կարող էր լինել անաչառ և անկախ, իսկ բարձր դատարանը օրինակ գնահատելու է, որ միգուցե նույն վերաքվեարկության հանգամանքի շուրջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունեցել է հենց այդպիսի դիրքորոշում, որովհետև վերաքվեարկություն չանելու արդյունքում մենք ունենում ենք հերթական իրավիճակը, երբ քաղաքական ուժերից մեկը ունենում է ազգային ժողովում 3/5 մանդատների։ Կարող է դա որպես գործոն ազդեցություն ունեցել է, ոչ թե կարող է դա ակնհայտ է։ Հակառակ դեպքում ստացվում է այլ մի նպատակ, որը երևի թե զերծ մնանք մեկնաբանելուց։ Բարձր դատարան։ Ընտրությունները այո պետք է լինեն հավասար և ազատ։ Ընտրությունների հավասարությունը և ազատությունը երաշխավորված է լինում, երբ վարչական ռեսուրս չի չարաշահվում, երբ ատելության խոսք չի տարածվում, երբ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը որպես զենք քաղաքական հակառակորդների դեմ չեն օգտագործվում։ Հետաքրքիր հանգամանք է իսկապես։ Թող յուրաքանչյուր մեր հայրենակից իր հետևությունը կատարի։ Հակակոռուպցիոն կոմիտեն տրամադրում է տեղեկանք, ըստ որի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ, անդամի վերաբերյալ, աջակցի վերաբերյալ, համակրի վերաբերյալ քրեական վարույթի թիվը կազմում է 0։ Քննչական կոմիտեն տարբերվել է հակակոռուպցիոն կոմիտեից, արձանագրել է, որ կա քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ 1 քրեական վարույթ։ Անկեղծորեն բարձր դատարան, ես հույս ունեմ, որ ի վերջո նաև ներքին համոզմունքի տիրույթում այս հանգամանքին դուք ուշադրություն կդարձնեք։ Եվ կդարձնեք ինչ իմաստով։
ճիշտ են ասում։ Օրինակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի ատելության խոսք տարածելու վերաբերյալ իմ կողմից նաև հենց հաղորդում ներկայացվել էր նաև գլխավոր դատախազին։ Նշված դեպքի վերաբերյալ օրինակ արձանագրվեց, որ ատելության խոսքի կամ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ այլ հանցակազմի տարեր չկան։ Այսինքն նույնիսկ ամենացածր ապացուցման շեմը քրեական վարույթ նախաձեռնելու այդ դրվագով գտան, որ չի հաղթահարվում։ Իհարկե նշված որոշումը բողոքարկել ենք, իհարկե համոզված ենք, որ դատախազության կողմից այն մերժվելու է։ Եվ հետագայում կտանենք դատարան նշվածը, եւ այնտեղ էլ հեռանկար չի ունենա, որովհետև սա է եղել ընտրական գործընթացի հավաքական մթնոլորտն ու միջավայրը, որ պետք է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը լինի տնային կալանքի պայմաններում, անձնանուն չպետք է կարողանանք օգտագործել, քվեակության օրը պետք է լինեն թափանցող ծրարներ, սա է իրավիճակը։ Այնուհետև պետք է ունենանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շատ չակերտներում նորարական մոտեցումներ։ Եվ ընդհանրապես, սա իհարկե կրկին ներքին համոզմունքի տիրույթում եմ ցանկանում բարձրաձայնել, բայց ի վերջո, երբ ընտրական գործընթացը դեռևս քվեաթերթիկների հաշվարկման փուլում է գտնվում, երբ դեռևս տվյալներ որպես այդպիսին հավաքական հասանելի չեն, որքանով է միջազգային ընտրական չափանիշներին, նույն օրինակ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած կարծիքների տեսանկյունից, որքանով է ողջամիտ, որ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող միաժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող անձը հանդես է գալիս ասուլիսով եւ արձանագրում է, որ իրենք հաղթել են ընտրություններում։ Եվ երբ լրագրողը հարց է հնչեցնում, իսկ քանի տոկոս է այդ ձայները կազմում, դրան պատասխան չի հնչում, որտեղ չէր էլ կարող, չէ հնչել, բայց նման գնահատական արդեն տրվում է։ Իսկապես ինձ շատ հետաքրքիր կլիներ լսելու այն իրավապաշտպանների կարծիքը, որոնք նման իրավիճակի եթե ականատես լինեին տարիներ առաջ, ինչ արձագանք էին տալու, ինչ գնահատական էին հնչեցնելու, երբ իշխանական դիրքից հանդես գալով նման վարքագիծ դրսևորվեր։ Ես բացատրությունների ներկայացման շրջանակներում բոլոր դեպքերում ստիպված եմ կրկին անդրադառնալ սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության հարցին հետևյալ ասպեկտով։ Եթե ընտրությունները ունեցել են հավասարության ու ազատության նման ֆունդամենտալ խնդիրներ, նման անհամատեղելիություն սահմանադրության 7-րդ հոդվածի հետ, նման զանգվածային եւ կազմակերպված բնույթի ընտրախախտումներ, այդ թվում նաև իրավապահ մարմինների գործունեության տեսանկյունից, դատական համակարգի գործողությունների, բնական է սահմանադրական դատարանը նաև անմասն չի կարող մնալ այդ ամենից, կանխավարկածը կարող է լինել այդպիսինը։ Կարող է արդյոք սահմանադրական դատարանը իսկապես այս դատաքննությունը իրականացնել անկախության պայմաններում։ Ընթացակարգային տեսանկյունից վստահ եմ այդպես կլինի։ Բովանդակային առումով արդեն երևի թե ամփոփիչ խոսքի հենց փուլում անդրադարձ կկատարեմ։ Բայց բարձր դատարան մարդկայնորեն ուզում եմ մի հանգամանք ուղղակի նշել։ Մենք այսօր մեկնարկում ենք դատաքննությունը, որի շրջանակներում կարծես 7 ուժերն էլ ներկայացրել են ընտրության արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում, որ անվավեր ճանաչվեն դրանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչվի, որ ընտրության արդյունքները լինեն անվավեր դրանից բխող հետևանքներով։ Բայց այնպես է ստացվել, որ օրինակ սույն գործով 3-րդ անձ ներգրավված քաղաքական ուժը արդեն իսկ իբրև 9-րդ գումարման ազգային ժողովի կազմավորման շուրջ որոշումներ է կայացնում։ Դա նույնն է, որ օրինակ
մենք ներկայացրած լինելով դիմում սահմանադրական դատարանին, չսպասելով սահմանադրական դատարանի որոշմանը, օրինակ խոսեինք, որ երկրորդ փուլ պետք է տեղի ունենա արդեն այս օրերին լինելու է։ Ինչ տարբերություն։ Ստացվում է իրենց կանխավարկածը նա է, որ պետք է սահմանադրական դատարանը մերժելու վերաբերյալ որոշում կայացնի։ Մենք էլ ենք կանխավարկածով առաջնորդվենք, որ բավարարելու որոշում է կայացնելու ու արդեն սկսենք այդ դիրքերից ներկայացնել իրավիճակը։ Դա առնվազն բարձր դատարանի նկատմամբ հարգալից չի լինի։ Բայց դա էլ ունենք այն ինչ ունենք։ Բարձր դատարան ամփոփելով խոսքս։ Այո, ունենք համոզմունք, որ այս ընտրությունները հակասել են սահմանադրության 7-րդ հոդվածին։ Ընտրախախտումների համակցությունը հենց այդպիսինն է։ Ներկայացրել ենք դրանք մեր դիմումում, ներկայացրել ենք նաև կից ներկայացված տվյալներով։ Ներկայացրել ենք նաև այնպիսի հանգամանքներ, որոնք մեղմ ասած մտահոգիչ են։ Եվ դրանց մի մասի վերաբերյալ էլ կարծում եմ, որ դեռևս բարձր դատարանը անդրադարձ կկատարի այն հանգամանքին, թե համեմատական տեսանկյունից 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ֆինանսական ծախսային բաղադրիչի մասով եւ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ինչպիսի իրավիճակ է եղել, որովհետեւ նշվածը որպես պնդում նաեւ վարչական ռեսուրսի չարաշահման իմաստով առավել քան կարծում ենք կարեւոր է, նաեւ գործի քննության արդյունավետությունից ելնելով։ Հետևաբար բարձր դատարան այս պայմաններում առկա են բոլոր հիմքերը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի 259A որոշումը անվավեր ճանաչի եւ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Կամ մեր կողմից դիմումում ձևակերպվել է հետեւյալ կերպ։ Անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները եւ սահմանվի մանդատների պաշտման նոր կարգ։ Կամ բարձր դատարան նշանակվեն ընտրությունների երկրորդ փուլ։ Գտնում ենք, որ բոլոր այս հնարավոր տարբերակները, որը նախատեսված է բարձր դատարանի համար, կարող են այս գործի շրջանակներում իրացվել։ Իսկապես այդ առումով էլ իրավիճակը բացառիկ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։